ձայն։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրայինի ուղիղ եթերում ձեր ձայնը կրկին լսելի է։ Ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ ոչ միայն լսել մեզ, այլև դիտել մուտք գործեք Arm Radio.am կայք, դիտել կոճակը սեղմեք, նաեւ մեզ կարող եք հետևել Facebook-յան հարթակի միջոցով, այնտեղ եւս լայվը գործարկված է։ Հայատար գրում եք Հայաստանի հանրային ռադիո, մուտք գործում Facebook-յան հարթակ եւ դիտում մեր լայվը։ Մենք այսօր եւս մեկ կարևոր նախաձեռնության մասին ենք խոսելու, աշտարակ խոշորացված համայնքում ձևավորվում է սոցիալական ձեռներեցության նոր համայնք։ Դարձիր սոցիալական ձեռներեց, զարգացրու քո համայնքը կրթական ծրագիրը միավորել է, կարելի ասել, գրեթե բոլոր տարիքի մարդկանց 16-ից մինչև 75 տարեկան մեկ ընդհանուր գաղափարի շուրջ է համախմբել եւ նրանք փորձում են լուծել համայնքային խնդիրները ձեռնարկատիրական մտածողությամբ։ Ծրագիրն իրականացվել է Աշտարակ համայնքապետարանի աջակցությամբ սոցիալական ձեռներեցների դպրոցի միջազգային ակադեմիայի հետ գործակցությամբ։ Ծնվել են գաղափարներ, որոնք արդեն վերածվում են գործող սոցիալական ձեռնարկությունների, ստեղծելով տնտեսական, սոցիալական եւ մշակութային ազդեցություն հենց համայնքում։ Մենք այսօր միասին կպարզենք, թե ինչպես է գաղափարը դառնում սոցիալական ազդեցություն եւ ինչպես կարող է համայնքը դառնալ փոփոխության իրական շարժիչ։ Իսկ դրան այս հարցերի պատասխանները կտան իմ զրուցակիցները, ներկայացնեմ հյուրերիս սոցիալական ձեռներեցների դպրոցի հիմնադիր, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Գոհար Մկոյան, ողջույն Գոհար, եւ Co-working Hub Աշտարակ սոցիալական ձեռնարկության հիմնադիր Սերժիկ Մարտիրոսյան, ողջույն։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես առավել ողջևորվում եմ, երբ նման նախագծեր են իրականացվում մարզերում, որովհետեւ մենք գիտենք անհամաչափ զարգացման մասին, մայրաքաղաքում այսպես եռում է, շատ միջոցառումներ կան, ծրագրեր կան, որոնք հնարավորություն են տալիս հատկապես երիտասարդներին եւ մարդկանց գնալ առաջ, նոր բաներ ստեղծել, ինչը կարող ենք ասել ինչ որ չափ ավելի քիչ է ու մեղ մարզային կյանքում, թեպետ վերջին շրջաններում մեծ ուրախությամբ կարող ենք փաստել, որ բազմաթիվ լավ հաջողակ ծրագրեր են իրականացվել։ Նախ եկեք միասին փորձենք հասկանալ սոցիալական ձեռներեցությունը, ձեր ձևակերպմամբ ինչ է եւ ինչով է այն տարբերվում օրինակ դասական բիզնեսից։ Խնդրեմ երկուսիդ է հարցը ուղղված։ Իրականում շատ կարևոր է, նախ շնորհակալ ենք հրավերի համար։ Ճիշտ ասացիք, որ պետք է մարզերի զարգացման վրա շեշտադրում դնենք, որ մարդիկ մնան մարզերում, ինչու՞ չէ նաև իրենց բնակավայրերում։ Եվ սոցիալական ձեռներեցության մասին ռադիոյով թե հանրային տարբեր հարթակներում լսում ենք, բայց եւս մեկ անգամ սահմանենք, սոցիալական ձեռներեցը դա ինձ համար մի անհատականություն է, ով կարողանում է ոչ միայն իր եսի մասի մտածել, այլ դեպի մենքը գնալ, եւ ամենակարևորը սոցիալական ձեռներեցը պետք է իր բիզնես մոդելի հիմքում դնի առաջնային սոցիալական եւ տնտեսական խնդիրներ, որոնք կան կամ համայնքում, կամ որևէ կյանքի դժվար իրավիճակում գտնվող անձանց։ Իհարկե իր գործունեության արդյունքում պետք է նպաստի դրական փոփոխությունների առաջացմանը հենց համայնքներում։ Դարձիր սոցիալական ձեռներեց, զարգացրու քո համայնքը, այս դեպքում Աշտարակի մասին ենք խոսելու, արդեն 3 տարի շարունակ մենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ տարածքային նախարարության հետ ՏԿՆ-ի հետ միասին համագործակցությամբ մոդելը դպրոցի կողմից է ստեղծվել, դիմում ենք համայնքապետարաններին եւ համագործակցելով համայնքապետարանների հետ, սա էլ է նոր երևույթ, համայնքապետը, այս դեպքում պարոն Շանվերդյանը մեծ ցանկություն է հայտնել ֆինանսավորելու համայնքում ապրող այն անհատականությունների ուսման վճարը, ովքեր ցանկություն ունեն սովորելու ու կայանալու։ Իսկ մենք վերջում ֆինանսավորել ենք լավագույն գաղափարները եւ Սերժը այդ ներկայացուցիչներից է։ Հասկանալի է։ Փաստորեն ստացվում է, որ հնարավորություն է տրվում կրթության, միևնույն ժամանակ լավագույնը նաև ապարգևատրվում է վերջում։ Եվ մի պայմանով, որ իրենք պետք է 3 տարի շարունակ հուշագիր կնքեն համայնքապետարանի հետ, պետք է աշխատանքի ընդունեն համապատասխան թիրախին, որոնք իրենք մեզ խոստացել են ընթացքում, եւ իրենց նախաձեռնությունը պետք է ունենա դրական փոխգործակցություն համայնքապետարանի հետ։ Դա պետք է չլինի ինքնանպատակ, միայն գումար աշխատելու նպատակով։ Դե սոցիալական ձեռնարկությունը հենց այդ է տարածում, այո, պայմանավորված, որ զուտ գումար չենք վաստակում, այլ նաև օգուտ ենք տալիս, երկուսը մեկում կարծես թե, հա։ Ինչ փուլում եք դուք։ Մենք արդեն բացման աշխատանքներն ենք կատարում, Co-working Hub Աշտարակը բացվելու հունվարի 24-ին, ժամը 12-ին։ Դեռևս կատարվում են նախապատրաստական աշխատանքներ։
բացումը տեղի ունենալու հունվարի 24-ին։ Ինչ է իրենից ներկայացնում մի քիչ մանրամասն։ Okay, մեր coworking hub աշտարակը համայնք է ձևավորվում, որտեղ ֆրիլանս աշխատողները, ուսանողները ու այն մարդիկ, ովքեր ուզում են սովորել աշխատել, զարգանալ, մեր մոտ կան, իրենց համար տարածքը նախատեսված, որտեղ կարող են աշխատել, օգտվել խոհանոցից, օգտվել միջոցառումներից, ցանկից ու ձևավորված համայնքով մեկը մյուսին օգնելու համար։ Այսինքն հետաքրքիր մի վայր է, որտեղ կարող են համախմբվել մարդիկ, որոնք ուզում են սովորել, կրթվել, աշխատել, ազատ ժամանց անցկացնել։ Ասացիք ծրագրերից, այդ ծրագրերում ինչ է մտնում։ Ծրագրեր տարբեր կրթական ծրագրեր, սեմինարներ, միջոցառումներ գրանցվում են եւ մասնակցում են։ Ես մի քիչ ավելացնեմ, ինչու մենք coworking-ի հնարավորություն տվեցինք լինելու հենց աշտարակում, շատ coworking-ներ կան Երևանում եւ այլն, եւ կարծես թե աշտարակը 20 րոպեի հեռավորության կամ 20-ից 30 րոպե հեռավորության վրա է, բայց coworking չկար ու շատ ուսումնասիրություններ, Սերժ ինքը երիտասարդական ՀԿ-ի ղեկավարն է, բյուրականի, ինքը անդադ ասում էր, որ երիտասարդները չունեն մի հետաքրքիր վայր, որտեղ կգնան սուրճ կխմեն, իրար կհանդիպեն, նույնը մենք գնացել ենք, ասենք աշտարակի ձորը շատ ռեստորանային համալիրներ կան, հյուրասիրության կենտրոններ կան, բայց ասենք եթե դու ուզում ես ընկերուհուդ, ընկերոջդ կամ հարազատիդ հետ ինչ որ քննարկում ունենաս փոքր անկյուն, որտեղ կարելի է նաև գիտակրթական գործունեությամբ զբաղվել, կարծես թե շատ բաներ կային, բայց հենց աշտարակի սրտում չկար, եւ մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ առաջնային կարևոր խնդիր կլուծի, որ երիտասարդները կգնան օրինակ գինի խմելու եւ կհանդիպեն ինչ որ հետաքրքիր հայտնի անհատականության, ինչու՞ չէ նաև դասընթացներ կիրականացնեն Եվ այս խմորումները Սերժը շատ վատ էր այցելում դասերի մեկ-մեկ, այցելում էր մեկ-մեկ, ինձ պետք չի ֆինանսավորում։ Այդ կարգի, ըմբոստ եք բնույթ։ Ըմբոստ, մեկ էլ եկավ սկսեց ներկայացնել իր գաղափարը, ամբողջ փորձագիտական կազմը ասաց, որ շատ հետաքրքիր գաղափար է, մեզ պետք է, ու մենք որ ասեցինք Սերժին, որ դու մրցանակ ունես, ինքը սենց շոկի մեջ էր, որ ես մրցանակ ունեմ։ Ինքը չէր պայքարում DVD-ի համար, ուղղակի այդպես ստացավ։ Բայց գիտեք խնդիրը որն էր, ու երկրորդ օրը զանգել է հաղթանակից հետո, ես տարածք եմ վերցրել, երբ ենք սկսում, ու մենք սենց 15 օր հետո պիտի բացման ներկա լինենք։ Այսինքն շտապողականություն կա եւ չեք ուզում ուղղակի այսպես դանդաղել, ժամանակը ճիշտ եք օգտագործում, հա։ Այո։ Ինչ ակնկալիքներ ունեք, օրինակ բացեցիք, այդ տարածքը հրաշալի է, բայց դուք ինքներդ նշեցիք, որ աշտարակը 20 րոպեի տարբերությամբ է մայրաքաղաքում եւ հաճախ օրինակ ուսանողը կարող է դասերից հետո Երևանյան մի սրճարանում նստել, աշխատել, ինչ որ բան անել, հետո ավելի ուշ վերադառնալ ծննդավայր, այս պարագայում արդեն արդյոք կհասնեք նրան ձեր հետաքրքիր միջոցառումներով, որպեսզի ուսանողներին եւ այն մարդկանց, որոնք գնում են Երևան եւ այնտեղ կարող են իրացնել այդ ժամանակը, չմնան այնտեղ ու գան ու ձեզ մոտ անցկացնեն։ Առաջին կնշեմ երկու խնդիրներից մեկը ճանապարհի հեռավորության հարցը, որը շատ հեռավորություն չի, բայց ունենք տրանսպորտի խնդիր։ Երեկոյան ու ժամերին չկա տրանսպորտ, որ հանգիստ կարա օրինակի համար ես կարող եմ ավարտել իմ երեկույթը ժամը 10-ին ու կարողանամ գնամ իմ քաղաքային տրանսպորտով հետ իմ քաղաքը։ Առաջին այդ խնդիրն է, որ հենց քաղաքում է մոտիկության հարցը ու հենց իրենց ծննդավայրում իրենց համայնքում ձևավորվում է համայնք, որտեղ այդ ամեն ինչը իրենք կարող են անել։ Այստեղ կարող ենք ակնկալել, որ տարածքը եւ հետաքրքիր նախաձեռնությունը կմիավորեն համայնքի երիտասարդներին ու ինչու ոչ նոր գաղափարներ կծնվեն։ Երևի թե թաքնված հիմնական գաղափարը դա է, հա։ Դրա համար եմ ես ամեն անգամ ավելին ձեզ ասեմ, մեկ էլ զանգալի, ասում եմ ես արդեն coworking-ի քարտերը վաճառել եմ, ասում եմ ոնց coworking-ը դեռ դուրը չի բացել, էլի ոնց ես վաճառել կամ training կենտրոն կա, որ արդեն կարող է համագործակցի, այդ արդեն հուշում այն մասին, որ դա վաղուց պետք է լիներ, ուղղակի այնպես եղավ, որ Սերժը առաջատար դեմք դարձավ այս հարցում։ Հետաքրքիր մի բան ասացիք, Գոհար, ասացիք, որ ասում էր ինձ մրցանակ պետք չի, մի քիչ ըմբոստ էր, լավ չէր հաճախում դասերին։ Այստեղ կարող ենք ասել նաև, որ շատ կարևոր է հաջողության հասնելու համար մարդու խառնվածքը եւ բնույթը, ի վերջո մարդիկ կան, որ տարիներով սովորում են, բայց չեն հասնում այն հաջողության, ինչ այն մարդը, որը նույնիսկ դպրոցը նորմալ չի ավարտել, օրինակ։ Ոչ թե նորմալ չի ավարտել, ինքը հանրություն է, հա, ընդհանրապես։ Ճիշտ եք ասում, մարդկային Գիտեք, մենք մի հետաքրքիր տենդենց կա Հայաստանում, որ ժամանակ է եղել եւ այսօր էլ չունենք ճիշտ միջավայր ստեղծելու
կրթական ծրագրեր։ Տեսեք, մարդը տաղանդավոր է, բայց չունենք հարթակ, որտեղ ինքը ինքնադրսևորվի, եւ երբ որ մենք մարզեր գնացինք, շատ բարդ է մարզեր գնալ եւ փորձագետներին, աշտարակն է մոտիկ, բայց մենք ավելի հեռավար մարզեր ենք գնում, բայց երբ որ մենք գնում ենք ու հանդիպում ենք, որ իրանց պետք է փոքր գիտելիք, փոքր միջավայր, փոքր մոտիվացիա, որ իրենք կայանան, այդ ամեն րոպե հասկանում ենք, որ պետքա բոլորս, չեմ ասում, բոլորս մի քիչ շատ մեծ եմ ասում, 70%-ին խորհուրդ եմ տալիս բոլոր այդ կրթական հաստատությունների ծրագրերը, որոնք Երևանում են, գնան մարզեր, որովհետև մարդիկ անհասանելիություն ունեն, մտածում են, որ դա անարդյունավետ է, բայց երբ որ քեզ հանդիպում են ու տարբեր մասնագետների խորհուրդները ստանում են, իրենք ակտիվանում են ու ավելին ասեմ, այն գումարը, որ մենք ծախսում ենք ֆինանսավորման Երևան քաղաքում ունենալով դպրոց, արդյունքները եթե համեմատում ենք մարզերին 2-3 անգամ առաջ են գնում։ Մենք ունենք խմբում բացի Սերժից 65-67 տարեկան մասնակիցներ, ովքեր նույնպես ֆինանսավորում են ստացել։ Տիկին Բավականը, որը 65 տարեկան է եւ տարեցների կենտրոն է բացելու, ինքը 45 տարվա մանկավարժ է եւ տարեցներին է, այսպես ասած, Սերժը, որը երիտասարդներին է, եւ ձեզ այստեղ փոքր նվեր ունենք, Գոհարը, ով կերամիկայի արտադրամաս ունի, մենք այնտեղ արվեստանոց ավելի շուտ, էլի ֆինանսավորումը ինքն է ստացել, սա ձեզ ուղարկել նվեր։ Շատ շնորհակալ եմ, անչափ։ Եւ ինքն է երեխաներին է, արդեն գյուղի տարբեր բնակավայրի երեխաներին։ Միջին տարիքին անտեսել եք, էլի։ Չէ, միջին տարիքն էլ ունենք։ Միջին տարիքն էլ բանը, սնկի արտադրությամբ ազբաղվում։ Այսինքն այս մարզային, որ դուք ասիք տարբեր սերունդի ներկայացուցիչներ, մենք ցավոք կարողանում ենք 2-3, այս դեպքում 5 գաղափար ենք ֆինանսավորել։ Քիչ չի։ Հա, փորձում ենք գերազանցել, բայց անկեղծ արդյունքները շատ մեծ են եւ հավատացեք, մի բան եմ հասկացել, որ ես միշտ մտածում եմ մարդիկ դեպի Երևան են ուզում գան, չէ, իրենք ուզում են բոլորը մնան իրենց տանը, իրենց ցուցներ ունենալ իրենց հենց համայնքներում, բայց համայնքի հոգսերը այնքան շատ է, ադմինիստրատիվ գործողությունները, որ իրենց օգնող ուժեր են պետք եւ սոցիալական ձեռնարկություն հիմնողները հենց այն գույները պետք է տան, որ չի հասցնում համայնքապետարանը, ոչ թե չի ուզում, այլ ինքը չի կարողանում որպես բյուրոկրատական կառույց, այո, ինքը չի կարողանում հասցնել եւ շատ ուրախ էին այսպիսի ծրագրի համագործակցության։ Մի կարևոր բան էլ նշեմ, որ մենք առաջին փուլը մենք ենք իրականացնում, երկրորդ փուլը օրինակ Սերժը կարող է իրականացնել առանց մեզ, այսինքն ինկուբատորը հանձնում ենք համայնքին եւ եթե ցանկություն է երկրորդ փուլը մենք կանենք, բայց ես կարծում եմ, որ պետքա մենք առաջ գնանք ու այս մեր 71 համայնքներում այս մշակույթը տարածենք ու նաև ինչու՞ չէ սոցիալական ձեռնարկության ոլորտի զարգացմանը նպաստենք։ Մենք շատ հաճախ ասում ենք մեր տարեցները ազատժամանցի կենտրոն չունենք, մենք շատ հաճախ ասում ենք մեր հաշմանդամություն ունեցող անձինք աշխատանք չունեն, բայց սոցիալական ձեռնարկությունը հենց փորձում է այդ հարցերին պատասխան տալ կամ երիտասարդը չի կարողանում ինքնարեալիզացվել հասարակությունում։ Միջազգային շուկան եւ շատ անգամներ շատ եթերներում ասում ենք, գիտեմ որ կառավարությունն էլ է դրա մասին տեղյակ, բայց չգիտեմ ոնց անեն, որ ավելի արագ արձագանքեն այս ոլորտի զարգացմանը, կթեթևացնեն, կներգրավեն շատ մարդիկ, ինչու՞ չէ մեր հասարակության բարեկեցության այսպես տանող ինչ-որ փուլը ավելի արագ կընթանա, քան առանց սոցիալական ձեռներեցության։ Սոցիալական ձեռներեցությունը կարծես թե արդեն մի քանի տարի է բավականին այսպես փորձում է ամուր քայլերով մուտք գործել հատկապես մարզային աշխարհներ եւ ես ինքս հենց այս ստուդիայում բազմաթիվ մարդկանց հետ զրուցել եմ հենց այդ մասին ու բազմաթիվ հաջողության պատմություններ լսել։ Ես եկեք նաեւ լիահույս լինենք, որ այսպիսի օրինակները վարակիչ կլինեն եւ մարդիկ կփորձեն իրենք էլ ստեղծել զբաղվել սոցիալական ձեռներեցությամբ, նպաստելով ու զարգացնելով սեփական համայնքը, ինչու ոչ նաև ունենալով գաղափար, որը նպատակ է ու իրականություն։ Հաջորդիվ ինչ պլաններ կան, ինչպես եք պատկերացնում, հետո հավաքվեցին, դասեր եղան, հզորացավ երիտասարդական համայնքը, մի քիչ վտանգավոր բաներ են, բայց դե Okay, սկսեմ սկզբից։ Բացումից հետո արդեն ունենք մի շարք միջոցառումների ցանկ, որը նախատեսվում է անցկացվել առաջիկա ամիսների ընթացքում։ Առաջինը հենց էկոլոգիայի հետ կապված սեմինարներն են, որը կարելի ասած շաբլոն թեմա է դարձած բարի համար։ Շաբլոն չի, խնդրահարույց, ես կասեի, ստիպված հաճախ են բարձրաձայնում այդ խնդիրների մասին։ Ու երիտասարդների մոտ մի քիչ ուրիշ ձև է էկոլոգիայի հետ կապված խնդիրները ավելի խորքային։ Չէ, ավելի չվերաբերվող այդ թեմային։
Ես մտածում եմ մեծահասակներն են ավելի լավ, հետո Հիմնականում դրա հետ կապված առաջիկա մեր միջոցառումները, դե առասին ասացինք ժամանցի հետ կապված միջոցառումներ են կազմակերպելու սեղանի խաղեր, շախմատ, ինտելեկտուալ, մաֆիաներ, ընդհանուր ծրագիրը այդպեսին է ու սոցիալական մեր խնդիրն այն է, գործի մեջ ներգրավել սոցիալական խնդիրներ ունեցող անձանց, թե ֆինանսապես, թե հաշմանդամություն ունեցող մարդկանց համայնքից։ Դա եւս շատ կարեւոր է, հավասար իրավունքների մասին չենք մոռանում, եւ մենք գիտենք, որ հատկապես մարզերում ավելի անտեսված են կամ չկան հնարավորություններ ռեալիզացվելու։ Ավելի շատ հնարավորությունների պատճառով։ Հնարավորություններն են այստեղ խնդիրը, բայց ես միշտ տեսնում եմ, թե որքան կյանքով լի ու նպատակների հետևից գնացող են մարզային երիտասարդները ավելի շատ քան քաղաքի ու վստահ կարող ենք ասել, որ այնպիսի մի ծրագիր եք փորձում իրականացնել, որ կհաջողեք, մնում է շարունակեք նույն եռանդով։ Եթե խոսենք ու փորձենք հասկանալ ձեռներեցների դպրոցի մասով, եթե խոսենք տարբեր մարզերի ներկայացուցիչներ են ձեզ մոտ գալիս, ընդհանուր որ այսպես փորձենք ընդհանրացնել Հայաստանում տիրող իրավիճակը, հետաքրքրվածության աստիճանը ինչպիսին է։ Եթե մենք համեմատության մեջ լինենք նախորդ 3 տարիների եւ այսօր, բավականին գոնե մարդիկ այդ նախադասությունը սոցիալական ձեռներեցություն կամ ավանդական ձեռներեցություն կամ ձեռնարկատեր, ձեռնարկության հիմնադիր, արդեն շատ ծրագրեր կան, որոնք օգնել են մեզ, որ մեզ ավելի շուտ հասկանան։ Այսպես ասեմ, որ ամեն մի համայնք ունի իր գույնը։ Ես մտածում եմ, որ իր խնդիրները շատ կարևոր բան է։ Նույնիսկ նույն մարզում հարևան համայնքները շատ տարբեր խնդիրներ ունեն ու մտածողության տարբերություն կա, նույնիսկ ավանդույթների հետ կապված ինչ որ հետաքրքիր բաներ, չգիտեմ ինչքանով է պետք է հանրայնացնել, բայց հետաքրքիր դարձնելու համար ես ինքս ասենք ավանդական ընտանիքից եմ, բայց կարող է մարզերում հանդիպեմ այնպիսի բան, որ ամուսինները չթողնեն, որ ուղեկցեն նույն խմբի, ասենք տղամարդիկ, որտեվ հեռու են բնակավայրերը, մի բնակավայրից, որ գալիս է մեր մասնակիցը, ու եթե արական սեռի ներկայացուցիչը պետքա վերցնի մյուս բնակավայրերի իշխական սեռը, չեն թողնում, բայց որ տաքսի է լինում, տաքսիում թողնում են, ասում են, բայց տաքսի վարորդը տղամարդ չի։ Ես ես ուզում եմ բարձրաձայնել, որ այդ մեր ամուսինները լսեն, բայց թողեք ձեր կանանց որ գան, լինես չվիրավորվեք իս լսելու։ Ու ես ժպտում եմ ձեր նման, ասում եմ, բայց օրելա տղամարդերը բայց այդպիսի բաներ կարող են։ Բայց այստեղ մի լավ կարևոր առաջընթաց կա, նրանք թողնում են, որ իրենց կանայք գան դասի, այս էլ է շատ կարևոր։ Հետո մեր դասերին, որ մեծ տարիքի մարդիկ են մասնակցում, ինձ ասում են ոնց ես նպաստել, ու ես ուրախանում եմ, որ 60+ տարիքի մարդիկ ուզում են ինչ-որ բան անեն, նոր, իրենք ասել, որ 60+ տարիքի մարդիկ ոչինչ չպիտի անեն։ Ասեմ ով է ասել, շատ անգամ մեր աշխատանքային աշխատաշուկայում գործատուները թող վատ չնայեն դրան, ես միշտ ասում եմ, շատերը մտածում են, որ տարիքով պայմանավորված պետքա մարդը լքի այդ հաստիկը, բայց ասում եմ, որ կա մարդիկ, որոնք իրենց պոտենցիալով պետք է շարունակեն։ Ամեն դեպքում մարզերում կա կյանք, մարզերում շատ հետաքրքիր է անցնում բուրըն քննարկումներում, այնտեղ բարդություններ կան, որ ինտերնետից օգտվելու, մեյլ չունեն, մեյլ ենք սովորեցնում, Excel չգիտեն, ինչ-որ շատ տենց բաների ենք հանդիպում, հատկապես որ տարբեր տարիքային սերնդի մարդիկ կան կամ համակարգիչ չունեն, հեռախոսով են եւ այլն, բայց դա էլ է խնդիր, որին պետք է լուծումներ տալ ու մենք ուրախանում ենք, որ չեն զլանում 40+ տարիքի մարդիկ մեյլ բացել, սովորել եւ այլն։ Տեսակ վատ եմ ինձ զգում, էլի 40+ տարիքի մարդ եմ։ Ես կարծում եմ, որ հոգին միշտ առույգ է եւ կապ չունի, դրանք կարծրատիպեր են, ու որ դուք ասացիք, որ տնտեսվարողներն են այդ կարծրատիպերը այսպես առաջ քաշել, հաճախ ասում են 18 տարեկան բարետես արտաքինով երիտասարդների ենք ցանկանում, փորձը պարտադիր է աշխատանքային, ես միշտ ասում եմ, եթե նա բավականին երիտասարդ է, ինչպես պիտի ունենա աշխատանքային փորձ։ Մեկը պետք է դա տրամադրի։ Այստեղ շատ կարևոր է նաև հասկանալ մարդու պոտենցիալը եւ այդ պոտենցիալով որոշել, ընդունել աշխատանքի թե ոչ, այլ ոչ թե տարիքի։ Կարող ենք ասել, որ նմանատիպ ծրագրերը նաև նմանատիպ կարծրատիպեր են կոտրում։ Տեսեք, դուք մի քանի խնդիր բարձրաձայնեցիք, որոնք իսկապես խոչընդոտ են զարգացմանը, առաջխաղացմանը, մեքենայի հետ կապված, տարիքի հետ կապված, Facebook-յան էջ ունենալու հետ կապված։
Այդ Facebook-յան էջն էլ է շատ խնդիր։ Մի դեպք ունենք, որ մենք գովազդի հետ կապված ունեցանք, ես անդադ ասում եմ գովազդը չի աշխատում, սխալ եք միացնում, հետո երբ որ խումբը ձևավորվեց, ես հասկացա, որ երեխաների անունով են իրենք, բայց ու դու ասենք ավելի բարձր տարիքի մարդկանց թիրախավորում ես ավելի բարձր տարիքի մարդկանց կամ ընդհանրապես Facebook, Instagram-ում չի կարելի լինել։ Սա չեմ ասում, որ մենք քարեդարում ենք ապրում, բայց այն մարդը, որը ուներ պոտենցիալ ձեռներեց դառնալու, մեր կրթական process-ով անցնելով, ֆինանսավորում ստանալով, հիմա շատ հայտնի ձեռներեց է Հայաստանում, մնալով իր բնակավայրում, ես կարող եմ որպես սոցիոլոգ արդեն ասել, որ կան խոչընդոտներ արհեստական, որը քարացած այսպես պահում է մարդուն, առաջ չգնալու։ Մենք խոսում ենք ամուսինների հետ, մենք ընտանիքով ենք ասում դասի եկեք, ինչու որ այդ կարծատիպերը կոտրվեն ու շատ անգամ շատ հետաքրքիր ձեռքբերումներ ունենք։ Ընտանեկան բիզնեսներ են զարգանում։ Այո, շատ։ Ավելին ասեմ, ես հասկանում եմ, որ մեր ժամանակն է քիչ լինում, օրինակ նույն աշտարակում ունեցել ենք 7 օր շրջելու 30 բնակավայր, որ շատ ժամանակ ունենանք շրջելու, շատ մարդկանց կտեսնենք ու կարողա ոչ թե բացահայտենք 30 մարդկանց որոնցից 5-ին ենք ֆինանսավորել, բայց մյուսներն է կկանանք վստահեն, միշտ խմբից ոնց ասեմ 50%-ն է կանում, դա կրթական process է, հա, այնպես չի որ 100% մենք խոստումներ կարող ենք տալ, մյուս բնակավայրում եկը բացահայտենք, դրա համար օրինակի համար Սպիտակում երկրորդ խումբը ձևավորեցինք, առաջինը տեսեք, մենք ասել ենք 2 հոգի կկայանա, 13-ը կայացան, ու Սպիտակի խումբը միշտ զարմացնում է ինձ, հիմա երկրորդ խումբն ենք ձևավորել, էլի համայնքապետարանի հետ համագործակցություն, որտեղ շատ գոհ են, ու ես էլ էի զարմացած, բոլորին չէինք ֆինանսավորել, բայց 13-ը կայացան, հիմա էլի լիահույս ենք, որ պիտի շատ կանան։ Աշտարակի հետ համագործակցությունը նոր է, դրա համար 5-ի մասին ենք խոսում, դա քիչ չի, բայց 5-ն էլ է շատ կարևոր, հա, 5-ն էլ է Սրանք լավ օրինակներ են, վառ օրինակներ են, որ փաստորեն ճիշտ եմ հասկանում, նաև ձեր քաղաքականության մեջ է մտնում կրթական այդ բաղադրիչը փոխանցել։ Այո, մենք էլ 50 մենք վերաբաշխում ենք մեր սոցազդեցությունը, որ մարդկանց կայացման մեջ ենք ներդնում, բայց մի կարևոր պայման ենք դրել, որ եթե իրենք չեն կանում, պետքա գումարը հետ վերադարձնել մյուսին, բայց դուք պատկերացնում եք, չէ, իրանք ինչքան են ակտիվանում, ամենալավ, ամենաճիշտ մոտիվացիոն որ դա հավերժ ձերը չի, եթե դուք չեք կայացել։ Ինձ միշտ ասում են ոնց եք դուք ասում որ դեռ չեք ճանաչում մարդկանց որ կկանան, բայց մենք 3 ամիս իրենց ուսումնասիրում ենք, իրենց հետ աշխատում ենք ու ասենք 300-ից ընտրում ենք 30-ը։ Հա, շատ հարաբերական process-ի մեջ ենք, մարդը կգա դասընթացի, արդյոք կկանա, ես ասում եմ, որ 2-ին խոստանում եմ, բայց վստահ եղեք, որ շատ կնի, շատ չես էլ կարող ասել, որովհետև ռիսկերը շատ մեծ են, էլի, բայց Սերժը մեր բացահայտումն է եղել բոլորիս համար, վերջի պահին եկել է նենց մի հատ ներկայացում ունեցել, որ չգիտեմ ոնց ասեմ։ Սերժը, Սերժ, ինչ տվեցին այդ մի քանի ամիսների հանդիպումները, դասընթացները։ Անգեղծ պատասխանեմ, 3 ամիսների ընթացքում երևի ես մի ամսվա դասերին եմ մասնակցել, բայց ընդհանուր նյութերին տիրապետել եմ, առանձին ուղարկած նյութերը սովորել եմ, բոլոր առաջադրանքները պարտավորված արել եմ ու pitching-ին հրաժարվում էի մասնակցել, անընդհատ գոհարի հետ վիճվում էի, գոհարն ասում էր մասնակցի, ես ասում էի, չէ, ֆինանսավորում չեմ ուզում, չեմ կարա, ես իմին, սենց ու գալիս է pitching-ի օրը, ես pitching-ի պատրաստ չեմ, ոչ պրեզենտացիոն եմ, ոչ բան։ Pitching-ի դահլիճի միջանցքում նստած, գետնի վրա մի ժամվա ընթացքում պատրաստում եմ pitching-ին, պատրաստում եմ պրեզենտացիաս ու մտնում եմ pitching-ի։ Այն հույսով որ օքեյ, ֆինանսավորում չեմ ստանալու, լավագույն գաղափար չի ճանաչվելու ու պրոստը ներկայացնելու եմ մասնամ առաջ։ Ներկայացնում եք ներկայացնելու համար։ Հա, ներկայացնելու համար։ Ներկայացնում եմ, փորձնում եմ, մեկ էլ չեմ հիշում գոհար հաջորդ օրը։ Ինքը ասաց որ ինձ 10 միլիոն է պետք, որպեսզի ես բյուրականում շենք վերակառուցեմ նոր coworking-ի համար, մեր բոլոր փորձագետները նաև ես ասացի որ պետք չի այդքան գումար ներդնել շենք կառուցել մի բնակավայրում ու տենց շատ երկար քննարկում ունեցանք որ դա լավ միտք է, դուք վարձակալության տարածք վերցրեք, մյուս օրը գալիս է մեր փորձագետին ասում որ ես ձեր խորհուրդը լսել եմ, վարձակալության եմ վերցրել, հետո մենք էլ որոշում ենք որ ինքը արդեն քայլ է արել, ուրեմն շատ լավ է որ 5-րդ մրցանակ երիտասարդների մրցանակ սահմանենք, որովհետեւ մենք 2 հոգու պիտի ֆինանսավորենք ու ես ինքս ուզում եմ որ երիտասարդական շատ հետաքրքիր մի նախաձեռնություն լինի եւ այդ ասեցի որ 2 օր հետո էլ ասում եմ որ ես արդեն տարածքը վերցրել եմ ու իրեն գույքա վաճառել է արդեն։ Չէ, հա, վաճառել է, հա, տոմսեր, բան, անդամա տոմսեր, էլ չեմ ասում 2-3 ամսվա ինչ որ միջոցառումներ եւ այլն։
այդ արդեն նշանակում է, որ պետք էր փոքր, բան որ զանգենք, ասենք Սերժ, մենք քեզ մրցանակ ենք նախատեսում, դու ինչ ես մտածում։ Տեսեք, մի նախադասություն, այսինքն կա նախադասություններ, իրավիճակներ, որ կարող է մարդու կյանքում ինչ-որ փոփոխություններ բերել ու ինքը IT ոլորտում է, այսինքն ես կարծում եմ դա էլ է կարևոր coworking-ի դեպքում, որ կակտիվացնի ու ժամանցի բաղադրիչ մաս լինելու է համերգներ, չգիտեմ, չէ՞ որ մենք գիտենք, որ մարզերում նաև շատ պակաս է մշակութային կյանքը, երիտասարդներն էլ են, չէ՞, ուզում ուրախանալի վերջը։ Հենց եթե անքես համերգային ժամանցի հետ կապված ոչ մի մտքեր դեռ չունենք։ Դες գաղափար տվեցիք է, սա էլ կողմից։ Դա դեռ կմշակվի, բայց հիմնական ժամանցի հետ կապված սեղանի խաղեր արդեն նշեցի, մաֆիայի երեկոներ, գինու երեկոներ։ Պարել է պետք։ Դա արդեն կմտածենք խորհրդի համաշրջանային, բացման ժամանակ արդեն պարողներ կան, երաժշտություն կա։ Դա հետագայի համար կարող է։ Մի բան էլ ասեմ եմ գրի Սերժի մոտ, ուրեմն բազմա աշտարակում դա ուրիշ բան է նշանակում։ Ասում ո՞նց գրեմ Սերժի։ Ասում եմ բոլորը կասեն գրում ենք Սերժի մոտ, ու ասում եմ վերջում դառնալ է coworking աշտարակը Սերժի մոտ, ինքը ասում է չէ, վատ հասկացողություն, բայց ես վստահ եմ, էլի բոլորը ասեն ու եք գնում coworking, հա, ու շատ հետաքրքիր է, որ իմ ուսումնասիրությունները մի քանի երիտասարդներ կան, տենց դեմքեր, ոնց ասեմ, վառանատականություններ, որ ասում են լավ, երիտասարդների խմբերի հետ հանդիպումները ոնց կազմակերպենք, Սերժը առաջատար դիրքերում էր այդ մասում, նենց որ ես վստահ եմ ուղղակի, որ օրինակ պետքա ծառայի, որ ոչ մի երիտասարդ չլքի, բացի դրանից աշտարակից հետո ինքն է գաղափարներ ֆինանսավորելու, coworking-ում հաբա ունենալու, ինչու՞ չէ։ Տեսնենք այդպես շատ լավ է եւ խնդիրները բազմաթիվ ձախողումները, երբ որոշակի խնդիրներ են առաջանում եւ դու չես հանձնվում մինչեւ վերջ պայքարում ես, ապացուցում են, որ երբեք պետք չէ հետնահանջ ունենալ, պետք է միշտ գնալ առաջ։ Կարծում եմ կհամաձայնես եւ եթե դիտարկենք այսպես սա վերջին երևի հարցերից է ժամանակը սպառվում է փաստորեն տարբեր տարիքային մարդկանց հետ եք շփվում եթե այսպես տարբեր տարիքների բաժանենք երիտասարդ միջին եւ ավագ ինչով են նրանք ձեզ զարմացրել տարեց ավակ սերունդը ինձ զարմացնում է, որ նորից կարող եմ կրկնվել, որ ինձ ասում են մենք ուզում ենք նոր բան անենք, ու բայց չգիտենք ոնց սկսենք, տեխնոլոգիային չեն տիրում, բայց որ մի քիչ իրենց օգնում ես, իրենք ճիշտ ուղու վրա գնում են ու շատ հետաքրքիր արդյունքներ են արձանագրում երիտասարդները ես շատ շնորհակալ եմ Սերժին իրենց տարեկիցներին պատերազմից հետո ես որպես դասախոս շատ ուսանողներ եմ կորցրել չեմ ուզում եթերը տենց մռայլ ինչ որ հնչերանգ ունենա ու երբ որ մարզերում տեսնում եմ 16, 17, 18, 19, 20 տարեկան երիտասարդները որ ուզում են գաղափար որ կայանան որ ձգտում ունեն չեն ուզում գնան ու մնան այդ ինձ ոգևոր իսկ միջին սերունդի հետ աշխատելը շատ բարդանում է, որտեվ իրենք միջին սերունդ լինելով իրենց ամուսիններս, կեսուրներս, կեսրայրները, որ եւ որպես մասնագետ սկսում եմ խոսել, այդ կարծած բալիկներին չեմ հասցնում, կերակրեմ, ես չեմ հասցնում, այն չեմ հասցնում, հետո այս վերջերս տենց հետազոտություն արեցինք, ասма ձեր դպրոցից հետո մենք հասկանում ենք, որ օրը շատ ժամանակ ունի, մենք սխալ էինք, ժամանակը ճիշտ չէինք պլանավորում, այդ կնշեմ Եվ ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել նախ պարոն Շավերդյանին եւ բոլոր համայնքապետերին, որոնք այս նախաձեռնությանը օգնում են եւ ավականիներին։ Հեշտեն բացել գործակցության Շատ դժվար ենք հասնում դրան, գիտեք, ինչ որտեվ ասում են, լավ, այդքան գումար դնենք կրթության մեջ, դա երբ է հետ գալու։ Ուղղակի այնքան ենք տանջվել առաջի երկու համայնքների հետ մենք հաջողությունը օրինակներ ունենք, դա է օգնում, որ եթե օրինակները այնտեղ տեղի ունեցել, մենք էլ գնանք, բայց ամեն մարզ գնալուց, ասենք լոռում սպիտակը հաջողել ենք, հեշտ էր առաջ գնալը։ Հիմա աշտարակը եթե հաջողենք, իսկ հիմա Արագածոտնի մարզում էլ հեշտ կգնանք, բայց ամեն դեպքում շատ աշխատանք է տարվում համայնքի ղեկավարի, ավականու, բոլոր աշխատակազմի ղեկավարներին, իրենց թիմակիցներին նախ մարդկանց հավաքագրելու, ռոպագանդելու եւ ի վերջո արդյունքի հասնելու համար։ Շնորհակալ եմ եւ եւս մեկ անգամ վերջում տեղեկացնենք աշտարակի բոլոր բնակիչներին, որ հունվարի 24-ին ժամը 12-ին պաշտոնական բացումն է լինելու, հասցեն կնշեք։ Հասցեն
Սիսակյան 14։ Գալիս եք եւ տեսնում նոր գաղափարի իրականացմանը, որը գուցե նաեւ դառնա ձեր ժամանցի կրթական հատվածի հանգրվանը եւ ինչու ոչ ոգևորի, ոգեշնչի ու նոր գաղափարներ ծնվեն հենց ձեր մտքում, որոնք կդառնան նպատակներ եւ իրականություն։ Սերժը վառ օրինակ է։ Շնորհակալ եմ հրաշալի նախաձեռնությունների եւ դրանք իրականացման համար։ Ես մեր ռադիոլսողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ զրուցում էի սոցիալական ձեռներեցների դպրոցի հիմնադիր, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Գոհար Մկոյանի եւ Co-working Hub աշտարակ սոցիալական ձեռնարկության հիմնադիր Սերժ Մարտիրոսյանի հետ։ Ես Լուսինե Մուրադյանն եմ, առաջարկում եմ շարունակել հետևել Հանրային ռադիոյի աշխատանքին եւ միշտ գնալ երազանքների հետևից։ Քո ձայնը